Հայաստանը ռուսաստանցի որոշ քարոզիչների համար դարձել է սեզոնային արտագնա աշխատանքի ուղղություն։ Նրանք հայտնվում են այն ժամանակ, երբ մեր երկրում կարևոր կամ զգայուն իրադարձություններ են՝ պատերազմ, ներքաղաքական ճգնաժամ եւ հատկապես ընտրություններ։ Փաստերի ստուգման հարթակը ուսումնասիրել է այդպիսի մի ռուսաստանցի քարոզչի գործունեությունը Հայաստանի տեղեկատվական տիրույթում եւ նկատել հստակ օրինաչափություն։ Նա ակտիվանում է ամեն ընտրություններից առաջ, տարածում իրականության հետ աղերս չունեցող կանխատեսումներ, կեղծ լուրեր անանուն աղբյուրներին հղումներով, իսկ ընտրություններից հետո պարզապես անհետանում է տեղեկատվական դաշտից։ Տեղեկատվական ազդեցության ոլորտում սա պատահական վարքագիծ չէ, այն հայտնի է որպես ճգնաժամային կամ ալիքային քարոզչական ակտիվացում։ 2020 թվականի պատերազմից հետո եւ 21 թվականի ընտրություններից առաջ ռուսաստանցի այս քարոզիչը օրվա կտրվածքով հաճախ տասնյակ գրառումներով հեղեղում էր Հայաստանի տեղեկատվական դաշտը, կանխատեսելով ընդդիմության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ջախջախիչ հաղթանակը ընտրություններում։ Դարձյալ իր անանուն աղբյուրներին հղումով նա պնդում էր, թե 21-ի ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը բավականին ծանր հոգեվիճակում է գտնվում եւ վստահ լինելով, որ չի վերընտրվելու, ուժայիններին հանձնարարել է բախումներ հրահրել երկրում ընտրությունները չեղարկելու նպատակով։ Կանխատեսումները չիրականացան, իսկ տարածվող լուրերը կեղծ էին եւ մտածած էին, սակայն այս ամենը չխանգարեց նույն քարոզչին վերադառնալ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին եւ ծավալել նույն քարոզչական գործունեությունը։ Այս անգամ օրինակ նա պնդում էր, թե Ռուսաստանի հատուկ ծառայությունները իրեն են փոխանցել Հայաստանի այն բնակավայրերի ցանկը, որտեղ բնակվելու են 300,000 ադրբեջանցիները, եւ այդ ծրագիրը Հայաստանի եւ Բաքվի համատեղ ծրագիրն է։ Ռուսաստանցի քարոզիչը այս ընտրություններից հետո եւս հեռացավ Հայաստանի տեղեկատվական տիրույթից, փակելով սեզոնային քարոզչության հերթական շրջափուլը։